Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնը քրիստոնյա բոլոր եկեղեցիները հաստատուն կերպով տոնախմբում են նոյեմբերի 21-ին։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տոնական պատարագ մատուցեց խորհրդակատար քահանա Տեր Մատաթյա քահանա Գասպարյանը։ Երբ մանուկ Մայրամ Աստվածածնին փոքրիկին ընծայեցին տաճարին, մանուկը կրթվեց, զարգացավ, մեծացավ, թե հոգեպես, թե իմաստապես, թե նաև տարիքով, եւ այդ պտուղը ինքը քաղեց եւ Աստված բնակվեց իր որովայնում եւ իրենից ծնվեց մարդկության փրկիչը։ Եթե խորհրդաբանորեն նայենք, մենք էլ երբ մեզ նվիրենք ընծայենք տաճարին, կգա մի ժամանակ, իսկ այդ ժամանակը որոշողը Աստված ինքն է, Տերը ինքն է ժամանակի, եւ պիտի քաղենք այդ պտուղը։ Յուրաքանչյուր մեկս որպես քրիստոնյա առաքելություն ունենք այս երկրի վրա, որտեղ որ լուսաշխար ենք եկել։ Իսկ որպեսզի քո առաքելությունը ի բարիս կատարվի, բարօրությամբ կատարվի, բնականաբար պետք է լինես Աստծո ներկայության մեջ։ Աստվածամայրը քահանաների ու թագավորների տոհմից էր սերում, հայրը Հովակիմը Դավթի ցեղից բարեպաշտ եւ մեծահարուստ մարդ էր, իսկ մայրը Աննան քահանայական տնից համեստ եւ երկյուղած կին։ Հովակիմն ու Աննան երկար տարիներ ամուսնացած էին, բայց զավակ չէին ունենում։ Մի օր տիրոջ հրեշտակը հայտնվում է եւ հայտնում, որ նրանց աղոթքները լսվել են։ Աստված նրանց մանուկ կպարգևի, որի անունը ամբողջ աշխարհում հայտնի կլինի։ Ծնողներն ուխտում են Աստծո պարգևած զավակին ընծայել Աստծուն եւ 3 տարեկան Մարիամին տանում են Երուսաղեմի տաճար։ Երբ նրանք կանգնեցնում են տաճարի աստիճանների առաջ, ի զարմանս ներկաների, առանց որևէ դժվարության բարձրանում է 15 աստիճաններով։ Մուտքի մոտ Սուրբ Մարիամին ընդառաջ է գալիս Զաքարիա քահանայապետը։ Տեր հայրն իր քարոզում անդրադարձավ ամենանվիրականն Աստծուն նվիրաբերելու պատրաստակամությանն ու անխոնջ հավատին։ Եթե մի բան ի պահ ես տալիս մարդուն, կարող ես ընդմիշտ կորցնել, Աստծուն նվիրաբերված յուրաքանչյուր բան ավելիով է վերադառնում, ասաց նա։ Աստծուն հանդիպելու եւ նրան իր մեջ կրելու համար կույս Մարիամը պետք է պատրաստվեր։ Նմանապես մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի եւ հիշի, որ այս աշխարհի գործերից ու հոգսերից այն կողմ կա ավելի կարեւոր բան։ Լիաննա Չիչակյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։